Ով, ինչու է սպանել Մրգաշենի 52-ամյա ատամնաբույժին իր տան դիմաց։ Համագյուղացիների համար առեղծված է, ասում են նա թշնամիներ չէր կարող ունենալ։ Հիմա չգիտեմ ինչն է պատճառը, դե նորից եմ ասում, քննությունը արդեն կբացահայտի, պարզ կդառնա, եթե բոլորս էլ կիմանանք, բայց ամեն դեպքում թշնամություն բացառում է։ Կեսօրին դանակի մի քանի հարվածով են կյանքից զրկել Արթուր Ավագյանին, նա 3 անչափահասների հայր էր։ Բոլորին հասնող մարդ, որ նոր էր ընտանիքով տեղափոխվել իր նորակառույց տուն, ասում է գյուղի վարչական ղեկավարը։ Ինքը այն տեսակի մարդ էր, հիմա որ ասեմ, կդիտարկվի, որ մարդը այլևս չկա, ուզում ենք գովասանքի խոսքեր ասենք, բայց ամենայն անկեղծությամբ եմ ասում, ինքը երբևիցե որևիցե մեկի հետ, բացառապես կարամ ասեմ, որևիցե մեկի հետ երբևիցե խնդիր չի ունեցել։ Մրգաշենի գյուղապետի պատմելով կինն է տանը եղել ամուսնու սպանության պահին, շատ բան չի հասցրել պատմել, շոկի մեջ է այրիացած կինը։ Կնոջ վիճակն էլ շատ ծանր է հիմա, կծկտուր բաներ գիտենք։ Հայտնի է միայն, որ Արթուրի տնից դուրս գալուց 10 րոպե անց շունը բակից նրա կոշիկը տարել է ներս։ Չարագուշակ զգացումով դուրս է նետվել կինը, տեսել վիրավոր ամուսնուն բակում ընկած։ Մեկ ասում էր, որ զանգեցին դուրս եկավ, մեկ հետո ասում էր կանչեցին դուրս եկավ, ինքն էլ արդեն շոկի մեջ է, ինքն էլ չի հասկանում։ Այսինքն տնից կանչել են կամ զանգել են, տենց ինչ որ մի բան։ Շտապօգնության բժիշկները երբ հասել են Մրգաշեն, տղամարդը դեռ ողջ է եղել, ասում է գյուղապետը։ Ամեն ինչ արել են կյանքը փրկելու համար, բայց ոչ մի օգուտ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջոցառումներ է ձեռնարկում ողբերգության հանգամանքները պարզելու համար։ Էդգար Ղուշյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։